հետ, արվեստագետ Հրաչյա Մկրտչյանի հետ, պարոն Մկրտչյան, որպես հայ քրիստոնյա, որպես քաղաքացի, ինչ դիրքորոշում ունեք վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ, տեսնում ենք, որ իշխանությունների, այսպես ասած, թիրախում պարբերաբար հայտնվում է հայ առաքելական եկեղեցին, նրա առաջնորդը, մեր հոգևոր սպասավորները։ Գիտեք, այս ամեն ինչի սկիզբը շատ մի քիչ պրիմիտիվ է, էլի ընդհանուր նայվում։ Ես անմիջապես սա իմ անձնական կարծիքն է, ես սա կապում եմ ընդհանրապես եկող 2006 թվականի ընտրությունների հետ։ Եկեղեցին թիրախավորելը դա ուղղակի ես կասեի, որ նախ առաջին հերթին մեր Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու դա չի սազում։ Դա սազական բան չի, քանի որ եկեղեցին դա մեր երկրի, մեր 12,000-ամյա պատմության վերջապես շարունակությունն է եւ դեպի գալիք ապագա տանող կարևորագույն կառույցներից մեկն է։ Դուք ասում եք 2026-ի ընթരാճ է ամեն ինչ արվում, ինչու, ինչ նպատակով։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ եկեղեցին թիրախավորելը։ Ընտրազանգվածի խնդիր կա այստեղ։ Իսկ թվում է չարժի շատ մանրանալ եւ ինչ-որ մանրակրկիտ ինչ-որ բաների գնալ ավելի ինչ-որ մանրուքների մեջ խորանալ, սա ընտրազանգվածի խնդիր է։ Ես ուղղակի շատ մանրապճեղ իրավիճակ է, էլի սա։ Չի կարելի նման քայլերի դիմել ու եկեղեցին հարվածի տակ դնել ինչ-որ մեղադրանքներ, չգիտեմ ինչ եւ այլ, վերջապես դու պետք է հասկանաս, ամեն մարդ իր մեջ պետք է հասկանա, ցանկացած մարդ լինի, դա լինի, չգիտեմ, վարչապետ, սովորական քաղաքացի, թե նույնիսկ հոգևորական, դա մեր ինքնությունն է սա։ Եթե սա էլ դնենք հարվածի տակ եւ ինչ որ շրջանառության մեջ ինչ որ բաներ շահելու համար ակնկալիքով ինչ որ, չգիտեմ, ինչ նպատակների ծառայացնելու անիմաստ բան է, էլի։ Գեղեցիկ երևույթ չի սա ուղղակի։ Ինչ պետք է շահելի դրանից։ Հանրությունը ինչպես պիտի արձագանքի, պարոն Մկրտչյան։ Հանրությունը ինչպես պետք է արձագանքի, բնականաբար բացասաբար։ Ես կարծում եմ, որ եթե հայ ես, պետք է բացասաբար այս ամեն ինչին արձագանք լինի։ Ցանկացած քաղաքացի պետք է բացասաբար արձագանքի, որովհետև ես նորից եմ կրկնում, չի կարելի եկեղեցին, սա միակ մնացած մեր պատմական հազարամյակներից եկող մեր պատմական մշակույթը ասեմ, հələ կներեք իհարկե կրոնական եւ հավատքի հանգամանքը դնենք մի կողմ։ Չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ սեփական պատմությանը, սեփական արմատներին, սեփական ինքնությանը չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ, եթե հայ ես։ Իսկ եթե հայ չես, միգուցե դա կիրառվում է նման դեպքերում։ Շնորհակալություն։